Այս համաձայնագրերը թույլ են տալիս Միացյալ Նահանգներին փոխանցել միջուկային տեղեկություններ, նյութեր, տեխնոլոգիաներ, սարքավորումներ եւ մասնագիտական գիտելիքներ։ Բայց խիստ իհարկե վերահսկողություն պետք է լինի, խիստ վերահսկողական կանոններ պիտի լինեն, որովհետև Միացյալ Նահանգները չափազանց կարևորում է իր տեխնոլոգիաները, բացառելու համար դրանց օգտագործումը զենքի արտադրության կամ ռազմական նպատակներով։ Սա խաղաղ ատոմի ուրեմն շուրջ բանակցություններ են եւ 123-րդ այդ համաձայնագրերի էությունն էլ հենց դրանում է, որի գաղափարը իհարկե պետք է ասել, որ ծնվել է Միացյալ Նահանգների նախագահ Էյզենհաուերի ատոմները խաղաղության համար նախաձեռնության շրջանակում դեռևս 1957 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները 25-ից ավել նման համաձայնագիր է կնքել աշխարհի տարբեր երկրների հետ, այդ թվում նաև Հարավային Կորեա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ինդոնեզիա եւ այլն։ Այս պահին կարծես հերթը եկել է նաև մեր երկրին, Հայաստանին եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև առաջիկայում հավանաբար բանակցությունները կտևեն մոտ 3 ամիս, դրանից հետո մոտ 3 ամիս կլինի կոնգրեսի վերահսկողության առարկան այս պայմանավորվածությունը, որից հետո Միացյալ Նահանգների նախագահը կորոշի ուրեմն Հայաստանի հետ շարունակել գործակցել այս ոլորտում թե ոչ։